մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես եկել եմ այս առավոտը արթնանալու ձեզ հետ միասին, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, իսկ դուք նկատեցիք իմ աչքերը փայլում են, իսկ ինչ են փայլում, ախր վաղը արդեն մարտի 8-ն է, այո, եւ սկսում է մեր մի ամսյակը։ Իհարկե շատ լավ կլինի, որ մենք ապրիլի 7-ից մինչև մարտի 8-ը լինենք մեր կանանց նկատմամբ ուշադիր, տանք նրանց նվերներ, բայց ամեն դեպքում այս մի ամսյակից էլ ենք գող։ Մի խոսքով, Գարուն այնքան ծաղիկ է վառել, Գարուն այնպես պայծառ է կրկին, ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, ուզում եմ անուշ փայփայել մեկին, այս պայն հատուկ գարնանային տեսահոլովակ ձեզ համար արթնանանք միասին։ Լավ ելևէջներով սկսվեց մեր օրը, իսկ հիմա ինչ է պետք անել, դե արթնանալ, նախաճաշել, երեխաներին ուղարկել դպրոց, դասի, պատրաստվել նախատոնական ընթրիքի կամ մտածել, թե ինչ բարի գործ անել։ Իսկ բարի գործի հարցում մեզ միշտ օգնում է մեր շատ սիրելի բարի մայիսը, ով վստահ եմ հատկապես մարտի 8-ի կապակցությամբ հետաքրքիր բաներ է նախագծել։ Դե ինչ, գնանք բարության հետքերով, բարի մայիս։ Ой, спасибо вам большое. Спасибо, что подняли. Это вам подарок, держите. Нет, это вам от сердца подарок, что вы радовались. Держите, ладно? Спасибо. Ой, спасибо. Я не забуду. Если хочешь, расскажи, миру расскажи. Сложно говорить, жизни обратно. Ой, спасибо вам большое. Спасибо, это вам, что подняли подарочек. А это вам, держите. Вместо тысяч слов останется любовь, такое пророчество. Վայ ապրես դու մայիս ջան, միշտ հուզվում եմ, երբ նայում եմ այս հոլովակները եւ ցանկություն է առաջանում դուրս գալ փողոց եւ ընդօրինակել մայիսին ու լավ բաներ անել, մարդկանց բարություն տարածել, դուք էլ սկսեք փոքր գործերից մինչեւ մեծ, հավատացեք, ամենափոքր քայլերի մեջ կարելի է գտնել այդ բարության չափաբաժինը ու ուղղակի անծանոթին ժպտալ, բարևել, օգնել փողոցը անցնել, մի խոսքով փոքրիկ քայլերի մեջ կա ու թաքնված է բարությունը։ Իսկ քանի որ այսօր ուրբաթ է, մենք ունենք նաեւ միաու կատու, տեղեկատու, գնանք, տեղեկանանք, վերադառնանք։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, ուսալիություն, որին կարող եք վստահել։ 1997 թվականին Ռիդ Հաստինգս անունով սովորական ամերիկացին շտապում էր տեսահոլովակների վարձույթի խանութ, որպեսզի վերադարձնի Ապոլոն 13 ֆիլմը։ Թվում էր, թե առանձնահատուկ բան չի սպասվում, բայց դրամարկում նրան ասացին, որ այդ ֆիլմը նա պետք է վերադարձներ 6 շաբաթ առաջ։ Այդ իսկ պատճառով նրա տուգանքը կազմելու է $40։ Ռիդ Հաստինգսը իհարկե չափազանց զայրացավ այդ փաստից։ Houston, we have a problem. Հա? Houston, we have a problem. Սակայն լուր վճարեց տուգանքը, դուրս եկավ այդտեղից, նստեց իր մեքենան եւ փակեց աչքերը մտածելով ինչպես կարող եմ վրեժ լուծել։ Եվ այո, քիչ անց նա հիմնեց Netflix-ը։ Իսկ իրականում ամեն ինչ սկսվեց 1997 թվականին, երբ Ռիդ Հաստինգսը եւ իր գործընկեր Մարկ Ռենդոլֆը, ինչպես միշտ ճանապարհին քննարկում էին տարբեր բիզնես գաղափարներ եւ ստարտափներ։ Այս անգամ նրանց ուշադրությունը գրավել էր վերջերս գործարկված Amazon կայքը։ Ընկերները հիացած էին Amazon-ի բիզնես մոդելով։ Oh my god!
եւ իհարկե ցանկանում էին կրկնել նրա հաջողությունը։ Հարցը միայն նրանում էր, թե ինչ կարելի է վաճառել on-line կայքի միջոցով։ Հենց այդ պահին Reed Hastings-ը հիշեց $40 տուգանքը Blockbuster-ից, on-line ֆիլմերի վարձույթը այն է, ինչ նրանց պետք է, որոշեցին ընկերները։ Այդ ժամանակ VHS կասետները դեռ ստանդարտ էին ԱՄՆ-ի վարձակալության շուկայում, եւ նրանք շատ խոշոր էին ու փխրուն փոստարկղի միջոցով ուղարկելու համար։ Բայց հենց այդ թվականին հայտնվել էր թվային կինոյի կոմպակտ եւ ավելի էժան ձևաչափը DVD դիսկերի վրա։ DVD նվագարկիչները շատ արագ գրավում էին էլեկտրոնիկայի շուկան։ Hastings-ը գիտեր, որ սա կատարյալ ժամանակ է քայլեր ձեռնարկելու համար։ Ծրագրային մշակման եւ կայքի ստեղծման համար պահանջվել էր 6 ամիս, եւ 1998 թվականի ապրիլին գործարկվեց Netflix.com-ը։ Ըստ երևույթի դա ֆիլմերի առցանց վարձույթի կայք էր, որն օգտատերերին առաջարկում էր այդ ժամանակ թողարկված DVD-ների գրեթե ողջ տեսականին, եւ ընտրելու համար կար 925 ֆիլմ։ Կայքի գործարկման հենց առաջին օրը 500 սկավառակի պատվեր ստացան, իսկ 4 ամսվա ընթացքում մոտ 20,000 սկավառակ էր ուղարկվել Netflix-ի փոքր պահեստից։ Գաղափարն իսկապես հաջողված էր, եւ Netflix.com կայքի բացումից ընդամենը 2 ամիս անց Jeff Bezos-ը Hastings-ին եւ Randolph-ին հրավիրեց Սիեթլում գտնվող իր գրասենյակ եւ անձամբ առաջարկեց $15 միլիոն նրանց ընկերության համար։ Վատ առաջարկ չէ 2 ամսական ստարտափի համար, եւ համաձայնվելու դեպքում նրանք կարող էին դուրս գալ այդ գրասենյակից միլիոնատեր, գնել նոր տներ, գնալ ճանապարհորդություն եւ սկսել մտածել նոր ստարտափների մասին։ Հարցը միայն նրանում է, որ նրանք արդեն միլիոնատեր էին եւ ունեին այդ ամենը։ Reed Hastings-ը 1988 թվականին ավարտել է Ստենֆորդի համալսարանը, ստանալով համակարգչային գիտության մագիստրոսի կոչում, եւ 1991 թվականին նա եւ իր երկու գործընկերները որոշեցին հիմնել իրենց սեփական բիզնեսը։ Այսպես ծնվեց Pure Software ընկերությունը, որը լուծումներ էր արտադրում ծրագրային ապահովման խնդիրների համար։ Ինչ վերաբերվում է երկրորդ հիմնադիր Mark Randolph-ին, ապա նա նույնպես ավարտել է հեղինակավոր Hamilton College-ը, ստանալով համակարգչային գիտության եւ մաթեմատիկայի կրթություն։ Mark-ը եւ Reed-ը ծանոթացել են 1996 թվականին։ Այդ ժամանակ Hastings-ը առաջարկեց իր նոր ծանոթին մարքեթինգի գծով փոխնախագահի պաշտոնը, իսկ 1997 թվականին տեղի ունեցավ միաձուլում։ Ավելի խոշոր Rational Software-ը ձեռք բերեց Reed Hastings-ի հիմնած ընկերությունը $700 միլիոն, ունենալով հսկայական գումար, նա միևնույն է չէր պատրաստվում կանգ առնել, քանի որ հասկանում էր, որ թվային տեխնոլոգիաների աշխարհում դեռ ամեն ինչ չի ասել։ Իսկ հիմա վերադառնանք Jeff Bezos-ի գրասենյակ, որտեղ Reed Hastings-ը եւ Mark Randolph-ը իհարկե հրաժարվեցին առաջարկից։ Այդ ընտրությունը ռիսկային էր, քանի որ նրանք հասկանում էին, որ Amazon-ը ի վերջո կզբաղվի նույն բիզնեսով, իսկ Netflix-ը հազիվ ոտքի էր կանգնում։ Ֆիլմեր դիտելու նոր ֆորմատը պահանջված էր։ Մյուս կողմից ծախսերը մեծ են եւ ընկերությունը գրեթե ոչինչ չէր վաստակում։ Սպառնալիքը գալիս էր նաեւ մեկ այլ պոտենցիալ մրցակից Blockbuster-ից։ Նրանք հասկանում էին, որ ժամանակավոր առավելությունից օգտվելու եւ շուկայի հնարավորինս մեծ մասնաբաժին վերցնելու համար Netflix-ին անհրաժեշտ էին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ։ Netflix-ի առաջին ներդրողներից մեկը ֆրանսիացի Բեռնար Արնոն էր եւ նրա ներդրումը կազմել էր $30 միլիոն։ Հիմնադիրները նաեւ հավաքել էին ավելի քան $100 միլիոն տարբեր վենչուրային կապիտալիստներից։ Այս միջոցներով Netflix-ը սկսեց ակտիվորեն ընդլայնվել, ինչը ազդեց նրա ֆինանսական հաշվետվությունների վրա։ 100,000-ավոր ամերիկացիներ արդեն օգտվում էին Netflix-ի ծառայություններից, սակայն ընկերությունը փակել էր 1999 թվականը $29 միլիոն վնասով։ Hastings-ը եւ Randolph-ը լավատեսությամբ էին նայում ապագային։ Այնուամենայնիվ 2000 թվականի մարտին dot-com-ների փուչիկը պայթեց եւ պոտենցիալ ներդրողները հիասթափվեցին ցանկացած ինտերնետային ընկերությունից։ Netflix-ը գտնվում էր փլուզման եզրին եւ ներդրողներից ներգրավված գումարները վերջանում էին։ 2000 թվականի սեպտեմբերին Hastings-ը եւ Randolph-ը դժվար որոշում կայացրեցին։ Նրանք դիմեցին Blockbuster-ի տնօրեն Ջոն Անթիոտին $50 միլիոն Netflix-ը գնելու առաջարկով։ Blockbuster-ը Netflix-ին մրցակից չէր համարում, քանի որ այդ ժամանակ նրա շրջանառությունը հասնում էր $5 միլիարդ։ Blockbuster-ի ղեկավարը ծիծաղեց այդ առաջարկի վրա եւ բարեբախտաբար հրաժարվեց վճարել $50 միլիոն։ Դա թերևս բիզնեսի պատմության մեջ ամենահսկայական բիզնես սխալներից մեկն է։ Ամենը 10 տարի անց Blockbuster-ը $1 միլիարդ պարտքով հայտարարեց սնկության մասին։
Եվ այսպիսով Netflix-ը եկամուտ չի բերում, մրցակիցները հրաժարվել են գնել, կարելի էր կարծես տխրել կամ հանձնվել, բայց ոչ ռիդը կամ մարկը։ Ինչպես հաճախ է պատահում, վերջին ձախողումներն ունեին իր առավելությունները։ DVD-ների գները նույնպես նվազեցին եւ դարձան հիանալի նվեր ցանկացած տոնի համար։ Արտադրողը նախաձեռնեց ակցիա։ Յուրաքանչյուր DVD գնողին 3 անվճար Netflix-ի սկավառակ։ Համագործակցությունը շահավետ էր բոլորի համար, աճեց վիդեո նվագարկիչների վաճառք եւ Netflix-ի բաժանորդների թիվը։ 2002 թվականին Netflix-ը հրապարակվեց վաճառելով $82 միլիոն ակցիա։ Իսկ 2003 թվականին Blockbuster հայտարարեց իր առցանց ծառայության մասին, որը առաջարկում էր անսահմանափակ DVD վարձույթ ամսական $20։ Այնուամենայնիվ Netflix-ին հասնելը անհնար էր։ 2005 թվականին հարթակում հասանելի ֆիլմերի թիվը հասել էր 35,000-ի։ Մոտավորապես այս ժամանակահատվածում Մարկ Ռենդելֆը լքեց ընկերությունը։ Նրա խոսքով ավելի հետաքրքիր է համարել աշխատել զարգացման փուլում։ Այդ ժամանակ ինտերնետի արագությունը բավական բարձր էր ֆիլմեր ներբեռնելու համար։ Netflix-ը մշակել էր հատուկ սարք, որը կոչվելու էր Netflix Box եւ կարող էր ներբեռնել ցանկացած ֆիլմ մեկ գիշերվա ընթացքում, որպեսզի հաճախորդը հաջորդ օրը կարողանա դիտել այն։ Բայց թողարկումից անմիջապես առաջ այս գաղափարը չեղարկվեց։ Պատճառը YouTube-ի հաջողությունն էր։ Իսկ 2010 թվականի սեպտեմբերին ընկերությունը վերջապես դարձավ միջազգային եւ Կանադան դարձավ ԱՄՆ-ից դուրս գալու առաջին երկիրը։ Հաջորդ քայլը սեփական օրիգինալ սերիալների արտադրությունն էր, որը իհարկե զգալի ներդրումներ էր պահանջում, բայց թույլ էր տալի Netflix-ին անկախ լինել հեղինակային իրավունքի, սեփականատերերի, տրամադրություններից եւ ախորժակներից։ 15 տարվա աշխատանքի ընթացքում վիճակագրություն է հավաքվել, որը բացահայտել է մի հետաքրքիր օրինաչափություն։ Բաժանորդները պարզվում է ֆիլմերից ավելի շատ սիրում են սերիալներ։ Միաժամանակ նրանք այն դիտում են միանգամից մի քանի դրվագ կամ նույնիսկ ամբողջ եթերաշրջան։ Ըստ ալգորիթմի նաև ռեժիսոր Դեվիդ Ֆինչերը, դերասան Քևին Սպեյսին եւ քաղաքական դրամայի ժանրը շատ սիրված են հեռուստադիտողների կողմից։ Netflix Original-ի առաջին նախագիծը House of Cards սերիալն էր։ Ռիդ Հաստինգսը այնքան էր հավատում իր ռեկոմենդացիաների ալգորիթմին, որ այդ տվյալների հիման վրա ներդրեց $100 միլիոն առանց որևէ փորձնական սերիալների։ Առաջին սեզոնի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականին եւ դարձավ կուլտային։ 2016 թվականին Netflix-ը հասանելի էր արդեն ամբողջ աշխարհում, մի քանի բացառություններով, որոնցից են Չինաստանը եւ իհարկե Հյուսիսային Կորեան։ Կան այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Hulu-ն, Disney Plus-ը, Amazon Prime-ը, Apple TV Plus-ը, HBO Max-ը։ Այնուամենայնիվ Netflix-ը միակն է, որը կարող է իրեն թույլ տալ վարձել լավագույն տաղանդներին ամբողջ աշխարհից։ 2021 թվականին Netflix-ը ստացել է Օսկարի 36 անվանակարգ։ Նման արդյունք չունեն նույնիսկ խոշոր ստուդիաներ, որոնք տասնյակ տարիներ նկարահանում են ֆիլմեր եւ սերիալներ։ Очень странные дела, Ход королевы, Оранжевый хит сезона, Эмили в Париже, Половое воспитание, Ведьмак, Академия Umbrella, Нарко, Озарк, 13 причин почему, Любовь, смерть и роботы, Охотник за разумом, Тьма, Корона, Когда они нас увидят, Люпен, Матрешка, Wednesday, La Casa de Papel, Черное зеркало, Игра в кальмара, Конь Боджек, նույն սկզբունքով թողարկվել են Black Mirror, Stranger Things սերիալները։ Դա կարելի ասել ինքնահաստատվող մեխանիզմ, որքան ավելի լավն էր բովանդակությունը, այնքան շատանում էր բաժանորդների թիվը։ Եվ որքան շատ բաժանորդներ, այնքան ավելի շատ գումար լավ բովանդակություն ստեղծելու համար։ Netflix-ն ունի յուրահատուկ ալգորիթմներ, որը նրանց հիմնական գաղտնի հնարքն է։ Եթե 20 տարի առաջ դիտում էին առաջարկվող ֆիլմերի միայն 2%-ը, ապա այժմ այն հասնում է 80%-ի։ Նրանք փոխեցին այն ձևը, որով մարդկության կեսը սիրում է դիտել ֆիլմեր, եւ հեռուստադիտողները ստանում են այն, ինչ ուզում են, նույնիսկ նախքան կհասկանան, որ հենց դա են ուզում։ Apple-ի հիմնադիր Steve Jobs ասում էր, որ մարդիկ միշտ չէ, որ գիտակցում են, թե ինչ են ուզում, քանի դեռ չեն ստացել այն։ Եվ այսպես այս պատմությունը այն մասին էր, թե ինչպես երկու ընկերներ, ովքեր փորձ չունենալով ֆիլմերի ոլորտում, փոխեցին հոլիվուդյան ստանդարտները։ Բայց եթե Netflix-ը մեզ ինչ-որ բան է սովորեցրել, դա այն է, որ ավարտը նոր պատմության միայն սկիզբն է։ Այս հարթակը փոխեց ոչ միայն թե ինչպես ենք մենք դիտում կինոները, այլ նաև ով է այն ստեղծում։ Ընկերության եզակի մշակույթը Netflix-ի աշխատակիցներին դարձնում է արդյունաբերության ամենաազատ եւ ամենախստապահանջ մասնագետներից մեկը։ Այստեղ կամ պատմություն ես կերտում, կամ տեղը զիջում ես ուրիշին։ Ինչպես շատերը հասկացաք, Netflix-ը ջնջել է պրոֆեսիոնալի եւ նորեկի միջև եղած սահմանները։ Եթե նա ապացուցել է, որ տաղանդն ավելի կարեւոր է, քան անունը, ապա միգուցե հենց ձեր գաղափարն է լինելու հաջորդ համաշխարհային հիթը։ Քեզ տանեմ կինո, թե կան մի վարդեր, որ քաղել եմ արդեն, ոտերի տակ շպրտեմ, թե քեզ կորցնեմ ու չփնտրեմ,
Սպիտակ թե կարմիր շոն ընտրեմ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Ելներս եկավ իմ ամենասիրելի հատվածը, այս հրաշալի նախատոնական օրը մենք ունենք հյուրեր, գեղեցիկներ, գեղեցկուհիներ, որոնք եկել են խոսելու գեղեցիկի մասին եւ այսպես կանանց միջազգային օրը մարտի 8-ին եւ 9-ին Դիանա Աբգար այգում տեղի կունենա ամենայուրօրինակ եւ գարնանային միջոցառումը ծաղիկների եւ բույսերի փառատոնը։ Իմ եթերում արդեն ամեն ինչ ծաղկաշատ է եւ գեղեցկաշատ է, այնպես որ սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, նախագծի ղեկավար Սվետա Ադամյանն է մեր հյուրը, վաճառքի եւ համագործակցությունների բաժնի ղեկավար Մարիամ Ուլիխանյանը եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Նարինե Մարգարյանը, բարի առավոտ։ Ոնց է գեղեցկություններ։ Շատ հրաշալի, գարնանային տրամադրությամբ արդեն։ Իրականում շատ ուրախ ենք, որ հենց այս նախատոնական օրը, քանի որ շաբաթ օրը մենք չունենք եթեր, կարելի ասել հենց մեր մարտի 8-յան եթերը մարտի 7-ին է կատարվում եւ լավ նորությամբ եք եկել։ Ասել է թե ծաղկի փառատոն, հա, առհասարակ աշխարհում շատ դեպքերում ընդունված է, բայց Հայաստանում մեզ մոտ կարծես թե տարածված չէր։ Երբ սկսվեց, ինչպես միտք ծագեց գաղափար իրականացնելու այս ամենը մեզ մոտ։ Իրականում առաջի փառատոնը տեղի ունեցավ անցած տարի ապրիլի 7-ին, այսինքն երկրորդ տարին է, որ երկրորդ տարին է, ունեցել ենք նաև սեպտեմբերի 1-ին, այսինքն երրորդ միջոցառումն է արդեն։ Իրականում գիտեք ինչքան տարածված է ծաղիկների փառատոնը աշխարհում ու ինչքան սիրուն է այդ փառատոնը, ինչքան տրամադրություն է ինքը բերում, ինչքան շատ է օգնում ոլորտի ներկայացուցիչներին իրար հետ ծանոթանալ, նոր գործարար կապեր ստեղծել, ինչքան կարևոր է զարգացնել այդ ոլորտը Հայաստանում, ու մենք հասկացանք, որ այսքան սիրուն միջոցառում Հայաստանում չի կարա չլինի ու սկսեցինք զբաղվել այդ ամեն ինչով։ Ապրիլի 7-ին եղավ ստարտը, շատ մեծ արձագանք ունեցանք ու բնականաբար շարունակում ենք։ Մարտի 8-ին այս տարի կլինի երրորդը արդեն ծաղիկների եւ բույսերի փառատոնի, հրավիրում ենք բոլորին, կարծում եմ կգաք ինքներդ կտեսնեք ինչքան սիրուն է։ Նախ նշեմ, որ Դիանա Աբգար այգում է տեղի ունենալու, վստահաբար շատերը ասցին, իսկ դա որ այգին է, Մաշտոցի պողոտայի մեր Մալիբուի գեղեցկագույն այգին է, որտեղ փաստորեն տոն լինելու վաղվանից սկսած, իդեպ որ ժամից է սկսվում։ Առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան ժամը 10-ը սիրով սպասելու ենք բոլորին, քանի որ մեզ մոտ լինելու են ամենածաղկաշատ սրահները, ծաղկի սրահներ, բույսեր ներկայացնող ընկերություններ, ջերմոցային ընկերություններ, որոնցից կկարողանաք շատ լավ եւ մաչելի արժեքներով ծաղիկներ ձեռք բերել, նվերներ ստանալ, ինչու ոչ բնականաբար կանայք եւ աղջիկները, եւ բացի ծաղիկներից ունենալու ենք նաեւ շատ հետաքրքիր եւ յուրօրինակ չկրկնվող հայկական ձեռագործ աշխատանքներ։ Հայ հեղինակները ներկայացնելու են իրենց աշխատանքները, բացառիկ ցուցադրություն է լինելու, իդեպ մի հատված նաեւ ծաղիկներից բացի, որը նույնպես կարող են ձեռք բերել սիրելի մայրիկների եւ կանանց համար։ Առավոտյան 10-ից մի խոսքով վաղը լինելու է ծաղկի տոն, բայց հետաքրքիր է բացի այն, որ ծաղիկներ են վաճառվելու եւ այլն, ինչ որ հետաքրքիր անակնկալներ, խաղեր, մրցույթներ, նկարվելու վայրեր, չգիտեմ, ինչ անակնկալներ են սպասում։ Գեղեցիկ ֆոտոզոնա ենք ունենալու, իսում է քաղաքի բոլոր աղջիկների։ Այս տարի ամենակարևոր անակնկալն է ֆոտոզոնա, գեղեցիկ նկարվելու վայր։ Գեղեցիկ ֆոտոզոնա, ծաղկային են, որ տեսնելու են եւ հիանան, մի հատ հիասքանչ վայր ենք ստեղծելու, այսինքն քաղաքի կենտրոնում հենց ծաղկային մի հատ շքերթ է ընթանալու։ Ծաղկի սրահները ամեն-մեկը յուրովի է մոտենում փառատոնին, այսինքն ինքը չի լինում ուղակի խանութ, տվյալ օրը ինքը լինում է իր ծաղկի սրահ
շարքը ներկայացնող լիքը անակնկալներով, խաղերով, ամեն ինչը ավելի հետաքրքիր դարձնելով, որպեսզի մարդը գա եւ այդ օրը իր օրը ծաղիկներով լցնի, մարտյութով լցնի եւ գնա։ Նաեւ ունենալու ենք համերգային ծրագրեր, առավոտից մինչեւ երեկո DJ լինելու, մեր հայկական երևանյան երգերով, այդ օրը sense բարելով, ազգային բարեր ենք ունենալու, բոլոր ազգային ոգով լցված մարդիկ կարող են գալ, մենք եւ ուսուցանում ենք բարերը եւ բարում ենք ազգային բարերը, համերգ ենք ունենալու ջազային ուղղվածությամբ, ինչպես նաեւ փոփ ուղղվածությամբ, շատ խիտ օրակարգով, այն որ կյանքում չեք ձանձրանա, եթե գաք։ Իրականում ծրագիրը փաստորեն լավ հագեցած է, իսկ որտեղ կարող են տեղեկանալ ծրագրի մասին, որ ժամից ինչ է սպասվում, թե պարզապես 10-ից թող գան ու այդպես հերթականությամբ։ Իրականում սոցցանցերի էջերում եւ գովազդային արշավի արդյունքում հիմա ինչպես գտնեն ձեր էջը։ Փառատոն.am էջով կարելի է գտնել մեզ, այնտեղ կարելի է ծանոթանալ մեր բոլոր միջոցառումներին, ժամերին, օրակարգին, ինչպես նաեւ այգու մուտքի մոտ միշտ ունենում ենք մեծ բաներներ, որտեղ գրված է թե 2 օրերի շրջանակներում ինչ է սպասվում, որովհետեւ բացի այն միջոցառումներից, որոնք նշված են, հաճախ ունենում ենք հետաքրքիր անակնկալներ, ֆլեշմոբեր, որոնք sense մի քիչ ավելի հենց այդ պահին են եւ չեք բացահայտում։ Չենք բացահայտում ու ավելի շատ անակնկալ է դառնում եւ ունենում ենք նաեւ ինտերակտիվ բաժիններ, օրինակ բոլորս միասին մեր մատնահետքերով ծաղիկներ ենք նկարում մեծ պաստառի վրա ու ամբողջ ազգի հետ միասին մեծ նկար ենք ստանում։ Մատնահետքերն եք։ Բոլոր այցելուները, փոքրիկները շատ են սիրում այդ, թաթախվում են ներկերի մեջ ու սկսում են ծաղիկներ ստեղծել, շատ սիրուն միջոցառում նույնպես։ Իրական հրաշալի գաղափար է այգում, այսինքն մուտք կարող են գործել բաց է, բացառապես բոլորը մուտքն անվճար է, բաց է, համերգային ծրագրերին եւս անվճար կարող են մասնակցել, հետաքրքիր արդեն ինչպես նշեցինք օրակարգին կարող են ծանոթանալ Instagram-յան մեր եւ Facebook-յան էջերում։ Առավոտից երեկո 2 օր շարունակ ամսի 8-ին եւ 9-ին շաբաթ եւ կիրակին կարող են անցկացնել քաղաքի սրտում։ Ձեզ հետ։ Հրաշալի հնարավորություն է իրականում, ինձ հետաքրքիր է նաև մասնակիցները, հա, ծաղկի սրահներ են, միայն Երևանից թե կան նաև մարզերից մասնակիցներ։ Մասնակիցները ջերմոցներ կան, ովքեր տվյալ օրը գալիս են ներկայացնում են իրենց տեսականին, այսինքն մենք ստեղծել ենք այնպիսի մի միջավայր, հարթակ, որտեղ գալիս են եւ կարողանում են միմյանց հետ համագործակցել։ Ծաղկի սրահը համագործակցում է ջերմոցի հետ, իրար հետ, ասենց ասած, network հարթակ ենք ստեղծել մասնակիցների համար, այցելուների համար հիանալի sense հրաշալի վայր ենք ստեղծել, իսկ մասնակիցների համար, գործարարների համար ստեղծել ենք network-ի հարթակ, որ կարողանան կապեր ստեղծել ու զարգացնել այս ոլորտը, քանի որ շատ գեղեցիկ է ինքը։ Դե իսկապես եւ վիզուալ գեղեցիկ է եւ իրապես տոն է դառնալու բոլոր մայրիկների, աղջիկների, երեխաների, ինչու ոչ նաեւ տղամարդկանց համար, որ երջանիկ դեմքերով կտեսնեն իրենց կանանց այդ օրը հրաշալի բան է իրականում պարգևել։ Ինձ հետաքրքիր է առհասարակ Հայաստանում, քանի որ ոչ միայն այս փառատոնը արդեն փորձ ունեք եւ անց եք կացրել բազմաթիվ փառատոններ, ինչպիսին ենք մենք պատրաստ այդ ամենին եւ որքանով է ամեն ինչ ստացվում գեղեցիկ եւ ոչ հերթաշատ, հերթախեղտ, այսինքն մի քիչ խնդիրներից խոսենք, հա, կան խնդիրներ առաջացող, որոնց տալիս ենք հրաշալի լուծում կամ արդեն կամաց-կամաց սովորում ենք։ Իրականում տեսեք, հենց փառատոնային ոլորտը շատ օգնում է շնորհք ունեցող մարդկանց, հա, այսինքն տաղանդավոր մարդկանց կամ գործարական դիրք ունեցող մարդկանց։ Այսինքն այս մեծ խնդիր է այսօր Հայաստանում, որ եթե դու տաղանդավոր մարդ ես, բայց չունես հնարավորություն այսօր խանութ բացելու կամ ինչ որ ձև ցույց տալու քո տեսականի նույն բույսերը, հա, այսօր ունենք շատ տնայնագործ կանայք, ովքեր տունը բույսեր են աճեցնում ու իրանք իրենց համար շատ մեծ հնարավորություն է գար այդ վաճառքները իրականացնել։ Այսինքն այս խնդիրը ընդհանուր առմամբ փառատոնի համար դրված էր ամենաառաջնայինը։ Լուծել, օգնել մարդկանց շարժվել առաջ, այսինքն դառնալ են հարթակը, որը որ կլուծի։ Խնդիրներ բնականաբար լինում են ամեն փառատոնի շրջանակներում, ամենաանհավանական խնդիրներից սկսած, այդ բոլորս գիտենք միջոցառումների կազմակերպչական ամեն ինչի մեջ միշտ կարա լինի ամենաֆորս մաժորային խնդիրները։ Միակ ամենակարևոր բանը դա եղանակն է, որը մենք չենք կարող վերահսկել, որտեղ բացօթյա է, բայց այս անգամ արև է պայծառ ու շատ +13։ Առայժմ ասում են, որ տաք է չէ լինելու։ Այնպես որ սպասում ենք բոլորին եւ ընդհանուր քիչ-քիչ, բայց ոնց որ թե արդեն խնդիրներ
քիչ ենք տեսնում։ Շատ ավելի շատ սկսել են սիրել մարդիկ։ Սկսել են հաճախել, սպասել, ամենակարևորը հենց դա է, որ մեզ համար իսկապես կարևոր է, սկսել են սպասել, այցելել, գնումներ կատարել հենց ձեռագործ աշխատանքներից ու հենց օգնել, ինչպես Սվետան նշեց, օգնել հենց այդ տնայնագործներին, աճացնել, աճել ու բնականաբար դա հենց մենք պետք է անենք, այսինքն հայ ժողովուրդը պետք է իր վարպետներին ավելի աճացնի ու ինչպես է գտնում վարպետներին, ձեզ կարողանում են դիմել, թե ինչ որ ձևով էլի հարթակ կա on-line, որ նայում եք, ասում եք, այ, այս մարդը կարող է ներկայանալ եւ ներկայացնել։ Իրականում երկուսն էլ լինում է, թե մենք ենք գտնում, թե մեզ են գտնում արդեն։ Հիմնականում, այո, մենք փորձում ենք տեսնել տեսականիները, հավանել, շատ ժամանակ նաեւ գալիս են ի սկզբանե առանց համապատրաստից, առանց չգիտեմ թեկուզ գեղեցիկ առանց փաթեթավորման, հա, ճիշտ, ոչ ճիշտ ներկայանալի, բայց երկրորդ փառատոններից սկսած արդեն ունենում են իրենց լոգոները, ունենում են իրենց գեղեցիկ փաթեթավորումները ու դու տեսնում ես, թե ինչպես է այդ բրենդը ձևավորվում ու ավելի զարգանում։ Ու դա բնականաբար շատ մեծ ձեռքբերում է մեզ համար։ Ամեն ինչ ամիսներ առաջ է, չէ՞, պատրաստվում։ Այսինքն, եթե մեզ հիմա եթերում հետևում են ու մարդիկ ցանկություն հայտնեն նույն մասնակիցը լինելու որպես ներկայացուցիչ, ձեզ պետք է դիմեն երևի թե 1 տարի առաջ, որ 1 տարի առաջ չէ, կարելի ամիսներ առաջ, իդեպ նշեմ, որ մենք նաև այս միջոցառումից ծաղիկների փառատոն կանխատեսում ենք ունենալ ապրիլի 6-ին եւ 7-ին, նորից ոնց որ փակելով եւ ամփոփելով մայրության տոնը, եւ ցանկացողները կարող են հիմիկվանից արդեն սկսել պատրաստվել ապրիլի 7-ի միջոցառման համար։ Հրաշալի ուղղակի, կարծում եմ շատերին նաև հետաքրքիր է, վստահաբար բոլորին հետաքրքրում է այդ գնային սանդղակը, որովհետև ասում են, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը կարծես թե գները կրկնակի բարձրանում են եւ վայ, ծաղիկներ առնել մի խնդիր է։ Փառատոնը թույլ է տալիս, որպեսզի մարդիկ գտնեն իրենց ուզած չափով մատչելի տարբերակներ։ Քանի որ արդեն նշեցի, որ մեզ մոտ մասնակցում են ջերմոցներ, ծաղկի սրահներ, ձեռագործ իրեր, կերամիկայի ստեղծված իրեր, այսինքն մեզ մոտ կարող են գտնել ամեն ինչ, դու կարող եք գալ եւ ձեր կանանց նվիրել մեզ մոտից գնել եւ նվիրել տարբեր իրեր եւ կարող եք գտնել ձեր գնային սանդղակ, այսինքն չկա ամեն ինչը թանկ չի, այսպես ասված, եւ բոլորին մաչելի է։ Շատ բարի կան երկրներ, երբ ծաղկային փառատոնը ամիսներ է շարունակվում։ Այ գիտեն, որ ծաղիկների փառատոնը սկսվում է եւ կարելի է գնալ, այցելել, տեսնել, տեսականին, հիանալ, նոր բույսերով եւ այլն։ Կարող ենք ասել, որ կա նպատակ Հայաստանում գնալով քայլ առ քայլ զարգացնել եւ սա 1-2 օր չտևի, այլ դառնա ինչ-որ այսպես ձևաչափ։ Իրականում դա տենց շատ մեծ երազանք է, որ մենք կաճենք միջև այդ չափսերի։ Իրականում մենք նկատեցինք, թե ինչքան շատ են Հայաստանում բուսասերները, մենք չէինք պատկերացնում, որ այդքան շատ, մենք մտածում ենք, որ բույսերի տաղավարները այդքան լիքը չեն լինելու, բայց շատ են, գալիս են ու հասկանում են ամեն ինչից, մենք էլ մեր հերթին փորձում ենք այդ գրագիտությունը ավելի աճացնել, զարգացնել ու տեսնում ենք, որ կա հետաքրքրվածություն։ Եթե կա, այդ նշանակում է, որ պետք է զարգացնել ու աճացնել ավելի շատ։ Շատ ենք ցանկանում, որ մասշտաբները աճի եւ մեծանա, որովհետեւ այդ նաեւ туриզմի համար է շատ լավ։ Եթե մենք այսօր Հայաստանում կարողանում ենք նաեւ ներկայացնել մեր դաշտային ծաղիկները, յուրօրինակ մեր լեռնաշխարհային ծաղիկներ, այդ նաեւ հնարավորություն է տուրիստներին ներկայացնել այդ ամեն ինչը։ Եթե մարդիկ օրինակ մտածում են, որ ծաղիկների փառատոնը Ֆրանսիայում ու հատուկ դրա համար տոմս են գնում, ինչի չենք կարող մենք նաեւ туриզմի մասով օգնել Հայաստանին այս գծով։ Դրա համար շատ աշխատում ենք ու բնականաբար շատ ցանկանում ենք մասշտաբները մեծանա, ասել այսօր, որ դա հնարավոր է անել հիմա, չէ, բայց մի քանի տարի հետո կարծում եմ կաճենք։ Այ հետաքրքիր է, նշեցիք բույսերի տեսակները, ինձ էլ հետաքրքրեց, մենք Հայաստանում առհասարակ առատ ենք այդ տեսականի ունենալը, որտեվ եթե ասում ենք վարդեր, միանգամից հոլանդական ենք պատկերացնում, չգիտեմ, արևածաղիկ եւ այլն, հայկական բուսականությունը առհասարակ առատ է հայ բնաշխարհը։ Իրականում շատ, մենք էլ այս փառատոնի շրջանակներում սկսեցինք ծանոթանալ ու ուսումնասիրել ու սկսեցինք հասկանալ, որ բավականին շատ տեսականիներ ունենք, բույսերի անսահման կարելի է ասել։ Իսկ կան բույսեր, որ միայն մեզ են հատուկ եւ այդպես կարող ենք զամալ, թե խիստ մասնագիտական հարց եմ տալիս։ Խիստ մասնագիտական, բայց մենք վաղ անպայման ծաղիկների մասնագետներից ճիշտ է, որտեղ հետաքրքիր է էլի բույս, որով գուցե մենք աշխարհին ասենք, տեսեք, մենք էլ էս ունենք, դուք չունեք։ Այո, իդեպ մեզ մոտ նաև
նաև սովորեցնելու են թե ինչպես կարելի է ճիշտ խնամել ձեր տան բույսերը։ Այս մասով շատ հետաքրքիր կարող է լինել բոլորի համար, թե ինչպես տեղափոխել, հա, վերատնկել այս process-ը կատարել։ Դրանք բոլորը մեզ մոտ ամսի 8-ին եւ 9-ին սովորեցնելու են։ Բարբետած դասեր են լինելու, օրինակ ինձ էլ կհետաքրքրի, որովհետեւ շատ եմ սիրում տան բույսեր, իդեպ տաղավարներում լինելու են նաեւ տան բույսերի տեսականի, հենց հողով, այդ ամենասիրելի տարբերակն է, երբ բույսը իր կյանքը ունենում է։ Անչափ շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար եւ լավ նախաձեռնության համար, որովհետեւ իսկապես սա տոն է բոլորիս համար, ոչ միայն կանանց, մայրիկների, աղջիկների, առհասարակ, եթե մի տոնը ապարգևում է գեղեցկություն, ժպիտ, բարություն, դրականի տարածումն է, ուրեմն բոլորիս համար է։ Ես առաջարկում եմ սելերստայտողներ, որպեսզի վաղը մարտի 8-ին ժամը 10-ից սկսեք ձեր օրը իսկապես Մալիբուի այգու մեջ, որովհետեւ շատ հետաքրքիր անակնկալներ են ձեզ սպասվում, նվերներ են ձեզ սպասվում, ֆլեշմոբեր, մի խոսքով շատ բաներ, որոնք դեռ չենք բացահայտում, որպեսզի գնաք, ներկա լինեք ու վայելեք, ձեր աչքով տեսնեք։ Դա լինելու է մարտի 8-ին եւ մարտի 9-ին։ Այնպես որ շտապեք սիրելիներս, իսկ հիշեցնեմ, որ իմ հյուրերն էին այս գեղեցիկ նախագծի ղեկավար Սվետա Ադամյանը, վաճառքի եւ համագործակցությունների բաժնի ղեկավար Մարիամ Ուլիխանյանը եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Նարինե Մարկարյանը։ Դիանա Աբգար այգում տեղի կունենա ծաղիկների եւ բույսերի փառատոնը։ Սիրելի կանայք եւ աղջիկներ, եւս մեկ անգամ այս եթերի միջոցով շնորհավորում ենք ձեր տոնը, ձեր միամսյակի մեկնարկը ու մաղթում, որ ժպիտը երբեք չպակասի, իսկ տանը ծաղկամանի մեջ միշտ լինեն թարմ ծաղիկներ։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար, հյուրընկալվելու համար ու այս նախագիծը իրականացնելու համար։ Շնորհավորում եմ, ասում են նախորոք չեն շնորհավորում, բայց մենք այսօր կարող ենք եթե շնորհավորել բոլորիս տոնը։ Թե ինչ շնորհակալություն, ձեզ հետ էին գեղեցկուհիները եւ մայրը, այնպես որ շնորհավոր լինի եւս մեկ անգամ կանանց միջազգային օրը։ Քամին ասած Մանուշակին, արի տանեմ քեզ այստեղից, տանեմ ծովեն, ջինջ, լուսեղեն, ծաղիկն ասած ես կմեռնեմ, եթե պոկես ինձ մայր հողեն։ Չհավատաց կարծես քամին, պոկեց տարավ ծաղկին անգին, բայց նույն պահին իր ձեռքի մեջ մեռած տեսավ Մանուշակին։ Թող որ մենք չտեսնենք որևէ Մանուշակ մեռած, թող որ միշտ կյանք տանք ծաղիկներին, բույսին, արմատներին ու ստեղծենք ճիշտ ծառեր, որոնք կտան հստակ պտուղներ։ Այսօրվա գարնանային եթերը համարում եմ փակված, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, շնորհավոր եւս մեկ անգամ մայրեր, քույրեր, աղջիկներ, գեղեցիկներ։ Այսօրվա համար այսքանը, մնացեք բարով։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։